Ուրեմն մեր պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը այսօր նախատեսում է ոչ միայն եկամուտների, այլև ծախսերի հայտարարագրում եւ հետեւաբար պետական բարձրաստիճան պաշտոնյաների ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը հայտարարագրվում են եւ ոչ միայն 2026 թվականին նախորդող, եթե չեմ սխալվում, մենք այդ կարգավորումը 2022 թվականից ենք ընդունել, 2022 կարգավորումը ընդունելուց հետո պետական պաշտոնյաների այդ թվում որոշակի ծախսերը հայտարարագրվում են եւ ամեն ինչ թափանցիկ է եւ հրապարակային։ Հաջորդ հարցը Աննա Զախարյանը, պարոն Վարչապետ, իմ հարցը թրիփի մասին է, հայ-ամերիկյան կազմակերպության բաժնետոմսերը 24-76% հարաբերակցությամբ պիտի լինեն, պարզաբանվեց, որ պատճառներն է ըստ ներդրումների է որոշվել այդ հարաբերակցությունը, կարող եք ասել ամերիկյան ընկերության ներդրումը որքան է կազմելու։ Նախ Տիկին Զախարյան, ես ուզում եմ մեր նախորդ բրիֆինգին ձեր հարցին անդրադառնալ, որտեղ դուք խոսել էիք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանը 37%-ով է համապատասխանում կամ 37%-ով համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին, խոսքը ամենևին դրա մասին չէր։ Եվրամիությունում կա պրոցեդուրա, երբ որ միջազգային կազմակերպություններում շրջանառության դրված փաստաթղթերին միանում են այլ երկրներ կամ քվեարկում են այլ երկրներ անդամ չհանդիսացող Եվրամիության եւ խոսքը նրա մասին էր, որ Հայաստանը 37 դեպքերի 37%-ում է նախորդող շրջանում միացել Եվրամիության շրջանառության մեջ դրած փաստաթղթերին։ Այսինքն դա երկրի համապատասխանության հետ չափանիշների ուրիշ բանի մասին էր դա, իմ նշածի մասին էր։ Ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի ներդրումներին, այս պայդրությամբ ես ինչքան գիտեմ, նախնական $140 միլիոն արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար, ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղը։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար